Բարեկամներ ողջույն, բարի գալուստ update լրատվական, առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Ինչ երեկվա հակակոռուպցիոն արձագանքները լսելի դարձան նաև այսօր Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների վարչապետ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ դատարանը այսօր կիրառել է բացակայելու արգելքը որպես խափանման միջոց։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առիթով իրականացվող քրեական վարույթով նախորդին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրյալներից եւս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, հավելել են կոմիտեից։ Նաև նշենք, որ Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած եւ շինարարական գործունեություն իրականացնող Այգեձոր ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Ոսկանյանի նկատմամբ է տնային կալանք սահմանվել, իսկ նրա կինն ու 2 դստրերը կալանավորվել են։ Նաև հայտնում են, որ հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնությամբ ներկայացրել է, թե ինչ մեղադրանքներով են անցնում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը։ Նրանք ինչպես նաև հանցավոր սխեմաներում ներգրաված եւս 4 անձ ձերբակալված են։ Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակներում մի քանի տասնյակ հասցեներում կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Ավելի ուշ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը առավել մանրամասներ էր մեղադրանքի բնույթն ու հայտնել, որ բացի Ռոբերտ Քոչարյանից դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել եւս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Local Development Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած եւ շինարարական գործունեություն իրականացնող Այգեձոր ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Ոսկանյանը, նրա կինն ու 2 դստրերը։ Ռոբերտ Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է։ Եվ հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սկսեց 3 ազգային ժողովում, նաև վարչապետը բավականին բոցավառ ելույթ ունեցավ, մենք երեք ենք դրա մասին խոսել, բայց ազգային ժողովի թեմային անդրադարձ կատարելով ասենք, որ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է այսօր ընտրվել Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Հարություն Հարությունյանը։ Փակ քվեարկության համաձայն Հարություն Հարությունյանը ստացել է 56 կողմ 48 դեմ ձայն։ Նրա կենսագրությունը խորհրդարանում նախորդ շաբաթ ներկայացրել էր ավելի վաղ նույն այդ պաշտոնում չընտրված Արեգա Հովսեփյանը։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 104-ը։ Բացելով գաղտնի քվեատուփում առկա էր 104 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հարություն Հարությունյան կողմ 56, դեմ 48։ Այսպիսով պարոն Հարությունյանը ընտրվեց Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, շնորհավորում եմ։ Ներքին ազգային ժողովի մասին 3 օգոստոսի 25-ին Հայաստանի ներքաղաքական դաշտում լարվածությունը նոր մակարդակի հասավ, ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց ընդդիմությանը, հայտարարելով, որ որոշ ընդդիմադիր ուժեր ձգտում են Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը։ Մենք անդրադարձանք 3, բայց Փաշինյանը շեշտում էր, որ նման զարգացում չի լինելու։ Այս հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվեց իրավական գործողություն։ Քոչարյանի ձերբակալությունից հետո իշխանության եւ ընդդիմության միջև հակադրությունն ավելի սրվեց, առանց այդ էլ բավականին սուր էր, քաղաքական բանավեճը տեղափոխվեց նաեւ իրավական եւ անվտանգային հարթություն։ Փաշինյանի հրետորաբանության առանցքում 2 հիմնական թեզ էր՝ իշխանության կողմից ներքին քաղաքական հակառակորդների դեմ պայքարը ներկայացնում էին որպես իրավական գործընթաց, իսկ ընդդիմության մի մասին որպես արտաքին ուժերի վերադարձը ցանկացող եւ ռևանշի
ֆաշիստական հայացքներ ունեցող շրջանակ։ Ընդդիմությունը իր հերթին իշխանության գործողությունները դիտարկում էր որպես քաղաքական հետապնդում եւ հաշվեհարդար։ Մոսկվայից էլ արձագանքը ճուշացավ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չփորձեց ուղղակիորեն մեկնաբանել Փաշինյանի մեղադրանքները, այսօր ասուլիսում բավականին ծավալուն խոսվել է Հայաստանի մասին Կրեմլից, նրա խոսքը սահմանափակվեց այն հույսով, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան, իսկ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն։ Մոսկվայի այս զգուշավոր դիրքորոշումը կարծում ենք պատահական չէ։ Ռուսաստանը մի կողմից չի ցանկանում բացահայտորեն միջամտել Հայաստանի ներքաղաքական պայքարին, մյուս կողմից չի կարող անտեսել նաև այն գործընթացները, որոնք առնչվում են Հայաստանի քաղաքական ուղղությանը եւ հապկի հետ Հայաստանի հարաբերություններին։ Հիմա ճակերտավոր այս չեզոքությունը ցուցաբերվում է եւ Մոսկվան, եկեք չմոռանանք, որ նախընտրական շրջանում բաց սատարում էր հայաստանյան հիմնական ընդդիմությանը եւ բարձրագույն մակարդակներում ստանձնում էր անգամ հովանավորչությունը։ Իսկ ռուսական մեդիայի եթերում գործող իշխանության եւ այլ քննարկումների ժամանակ երկրի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ղեկավարության հասցեին հնչում էին ոչ միայն հորինածին մեղադրանքներ, այլև բացահայտ անձնական վիրավորանքներ։ Հիմա մեկնաբանելով այս ամենը Հայաստանի մասին խոսելիս այսօր կարծիք է արտահայտել նաև Ռուսաստանի Դաշնության պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, մեջբերեմ նրա խոսքը, նա հայտնում էր, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի շարժվել եվրոինտեգրման ուղղությամբ, բայց այդ դեպքում չպետք է օգտվի ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Մեջբերման ավարտ։ Ինչպես ասացի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Վեստի ալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակը Հայաստանին կոչ է արել դադարեցնել իր ձևակերպմամբ կեղծ քաղաքականությունը եւ ԵԱՏՄ անդամներին ազնվորեն ներկայացնել հետագա քայլերի ծրագիրը։ Ինչպես ասում էր նա, մեր երկիրը հարաբերությունները կառուցում է բարեկամության, փոխադարձության, երկակի ստանդարտների բացակայության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա, հայտարարում են Մոսկվայից, բայց այստեղ մի քանի կարևոր դիտարկում անպայման պետք է անենք, որ երբ որ այս քայլերը Հայաստանում սկսեցին իրականացնել, պատժամիջոցներ հաջորդեցին եւ Վոլոդինի ճակերտավոր ասենք այս անկեղծության հակառակ կողմը կարծում եմ տեսանելի է։ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը առաջին հայացքից իսկապես շատ անկեղծ են թվում, նրա ձևակերպումների տրամաբանությունը բավականին պարզ է, եթե Հայաստանը գնում է դեպի Եվրոմիություն, արևմուտք, ապա պետք է ազնվորեն հայտարարի այդ մասին եւ չօգտվի ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Տրամաբանությունը սա է, բայց այս մոտեցման մեջ մի շատ կարևոր հանգաման կա, որը կարծես անտեսվում է։ Հայաստանը չի ասում, որ պատրաստվում է մի գիշերում փակել դռները, բացել մյուսը, ընդհանրապես Հայաստանը որևէ դուռ չի փակում եւ չի բացում, Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական, իր համեստ տնտեսական, անվտանգային կապերը, չկախվելով ոչ մի ուղղությունից եւ չընտրելով մեկը մյուսի հաշվին։ Մենք չենք փակում դռներ, ընդհակառակը մենք փորձում ենք հնարավորինս շատ դռներ բացել եւ դրա մասին խոսում է ամենաբարձր ամբիոններից։ Սա էական տարբերությունն է, որ Ռուսաստանում չեն ցանկանում նկատել։ Հայաստանը չի ասում Ռուսաստանը պետք չէ, գնում ենք Եվրոպա, ասում է Հայաստանի տնտեսությունը եւ ապագան չպետք է կախված լինեն միայն մեկ կենտրոնից եւ այդ լարսը, ճանապարհը չի կարող դառնալ Հայաստանի տնտեսության լինել չլինելու բանալին, ճանապարհը ոչ, ինչպես որևէ այլ ենթակառուցված կամ շուկա չպետք է վերածվի քաղաքական կախվածության գործընթացի, վայ ձյունը եկավ տնտեսությունը անկում է ապրում, վայ ցեխ եղավ տնտեսությունը անկում է ապրում եւ այսպես շարունակ։ Եվ այստեղ է որ Վոլոդինի խոսքում կարծես թե հակասություն կա։ Ռուսաստանը խոսում է ինքնիշխան ընտրության մասին, բայց միաժամանակ առաջարկում է, եթե Հայաստանը ընտրում է եվրոինտեգրման ճանապարհը, ապա պետք է հրաժարվի ԵԱՏՄ-ի բոլոր հնարավորություններից, այսինքն ընտրությունը կարծես ազատ է, բայց դրա գինը պետք է լինի արդեն գործող տնտեսական կապերի սահմանափակումը եւ
ինչ որ առումով նաև պատժամիջոցները։ Հայաստանը սակայն ցանկանում է հակառակը՝ դիվերսիֆիկացիա, ոչ թե փոխարինել մեկ կախվածությունը մեկ այլ կախվածությամբ։ Մենք չենք ուզում, որ մեզ ասեն, վայ ձեր ծաղիկներից վատ հոտ է գալիս, չենք վերցնում կամ ձեր մածունը շատ սպիտակ է, դա էլ չենք ուզում, ու տնտեսվարողը մնում է մեջտեղում։ Գան կառավարության արչև ցույցեր անեն, հա, դե կարծում եմ ձեր ուզածն էլ դա է, երեխան էլ է դա հասկանում, որ ինչ պատերազմ է տարվում։ Հայաստանի դիրքորոշումը այն է, որ ոչ թե Ռուսաստանի կամ Եվրոպայի ընտրություն պետք է լինի, այլ Հայաստանը միակողմանի կախվածություն չպետք է ունենա որևէ կենտրոնի հետ։ Սա այն էական տարբերությունն է, որ Մոսկվայում կարծես չեն ցանկանում կամ չեն կարողանում ամբողջությամբ հասկանալ։ Ու իրենց ռոպագանդաներով շարունակում են թունավորել եւ իրենց եւ մեր հասարակությունները։ Ցավոք սրտի։ Եվ թեմայի շարունակությամբ, եթե մոտ ժամանակներում անցկացվեր հանրաքվե Հայաստանի Եվրոմիության կամ ԵԱՏՄ-ի անդամակցության հարցով, Ռուսաստանում շատ կվշտանային Հայաստանի բնակչության արձագանքը տեսնելով։ Այս հայտարարությունն է Դոժդ հեռուստաընկերության հարցազրույցում տվել Հայաստանի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը, մեջբերեմ իր խոսքը։ Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ այդ հարցը դառնա իրական, այժմ Եվրոպական միության անդամակցելու ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չկա, մենք չենք ուզում եւ չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ընդգծել է Սիմոնյանը։ Նա հավաստիացրել է, որ երկաթուղիների կառավարումը երրորդ կողմի փոխանցելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված դիմումը քաղաքական քայլ չէ։ Դե այս թեմայով քննարկում է եղել նաև ազգային ժողովում, ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր լրագրողների հետ կարճ ճեպազրույցում արձագանքել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահի հայտարարություններին, մասնավորապես նա ասել էր, որ Հայաստանը ցինիկաբար օգտվում է ԵԱՏՄ-ի առավելություններից, Մոսկվայում են դա ասել, սակայն միաժամանակ Եվրոմիության քայլեր է իրականացնում։ Ի պատասխան Ռուբինյանը նշեց, ինչ վերաբերում է անկեղծությանը, ապա մենք չափազանց անկեղծ ենք եղել։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը մենք ամեն ինչ արել ենք եւ շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել եւս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ այստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության կամ տեխնացու դառնալու դիմումին, հայտնի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են մեզ ամեն ջանում, որպեսզի մենք դա անենք մի պարզ պատճառով, այսինքն ինչու այդպես ստացվում է, որովհետև նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի եւ այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն հնարավոր չի ուղղակի հանրաքվե անել։ Ուզում եք դառնանք Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողությունները արված չեն։ Դրա համար հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրաքվե։ Եվ կրկին վերադառնանք իրավական դաշտ Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գործարքներն ու աճուրները անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Առաջին հայցով դատախազությունը պահանջում էր անվավեր ճանաչել ֆիրմա Նյու ՍՊ-ին պատկանող Արինչ մոլի հողատարածքի վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում գտնվող եւ օտարման ոչ ենթակա 3.5 հեկտար մակերեսով հողամասի աճուրդը։
Պահանջվում էր նաև անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և ֆիրմա Նյու ՍՊ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքած ընկերության կանոնադրական կապիտալում որպես ոչ դրամային ավանդ անշարժ գույք ներդնելու մասին պայմանագիրը։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ հայցադիմումը ընդունել է որպես վարույթ, նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը ֆիրմա Նյու ՍՊ-ին արգելել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3.5 հեկտար հողամասի նկատմամբ կատարել որևէ գործողություն։ Երկրորդ հայցով դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի վերաբերյալ 2003 թվականի հունվարի 26-ի 14176 հեկտար մակերեսով հողամասի աճուրդը, ինչպես նաև Արամիկ Սեթրակյանի, Գայանե Սեթրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2003 թվականի փետրվարի 15-ին կնքած 12566 հեկտար մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Արամիկ Սեթրակյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքած 161 հեկտար մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կիրառելով անվավերության հետևանքներ։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ այս հայցադիմումը ևս ընդունել է վարույթ։ Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոհիշյալ հասցեներում գտնվող 12566 հեկտար և 161 հեկտար մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ։ Այլ թեմաների մասին։ Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ԶԼՄ-ները։ Իրեպ ասենք, որ Բաքվի Սլավոնական համալսարանի գիտական խորհրդի որոշման հիման վրա հայերենի դասավանդումը նախատեսված է հետագա տարիներին, այս մասին հայտնում են այնտեղից, նշելով, որ Բաքվի Սլավոնական համալսարանի ռեկտոր Անար Նագիևը անցյալ տարի արված իր հայտարարության մեջ ընդգծել էր, որ 2026-2027 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։ Ներկայումս հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարաններում։ Օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալված սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Նախարար Պապիկյանը ընդգծել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակներում արձանագրած ձեռքբերումները, մասնավորապես ռազմատեխնիկական գործակցության, ռազմական կրթության և վերապատրաստման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և այլ ասպարեզներում։ Օգոստոսի 19-ին Ճամբարակ Վահան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեկ անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է իշխանությունը կամ իշխանությունը չարաշահելը։ Վերջինս ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով։ Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, որը կալանավորվել էր։ Նշենք, ձերբակալված անձը Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետն է։ Տեղի ունեցած վրաերթի ժամանակ մեկ զինծառայող զոհվել էր, 6-ը ստացել վնասվածքներ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Մյուս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ կրկին հայ-ռուսական հարաբերությունների մասին Երևանի այն փաստարկները, թե Ռուսաստանի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի երեկվա հայտարարությունը։
Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնսենսիան խոչընդոտում է Հայաստանին դառնալու լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, ասել են գերատեսչությունում։ Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը խնդրում է Մոսկվային երրորդ երկրին վաճառել հանրապետության երկաթուղիների կառավարման կոնսենսիան։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ է անելու Հայաստանը, եթե ռուսական կողմը հրաժարվի երկաթուղիների վերաբերյալ Երևանի առաջարկներից, Փաշինյանը հայտարարել էր, որ դա անհնարին է։ Դե ինչ, հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կմասնակցի Բիշկեքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Այդ մասին այսօր հաղորդել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Բիշկեքում, ասվում է հաղորդագրությունում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լի Ցզյանը մանրամասնել է, որ Ցզինփինը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հետ մտքեր կփոխանակի կառույցի շրջանակում բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև արտիական եւ կարևոր միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սի Ցզինփինը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը պետական այցեր կկատարի Ղրղստան եւ Եգիպտոս։ Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ Նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Օմանի Սուլթանության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ընթացող բանակցությունները, Հորմուզի նեղուցով ժամանակավոր համատեղ նավագնացության միջանցք ստեղծելու, ինչպես նաեւ նեղուցի ականները մաքրելու համար ծրագրի շուրջ, ասվում է նախարարության հայտարարությունում։ Ալ Թանին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Կատարի պետության լիակատար աջակցությունը դիվանագիտական ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն երաշխավորող համաձայնության հասնելուն։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Բահրեյնի ֆինանսների նախարար Շեյխ Սալման բին Խալիֆա Ալ Խալիֆայի հետ քննարկել է Իրանի դեմ տնտեսական ճնշումներին առնչվող հարցեր։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Նախարարությունը նշել է, որ նախարար Բեսենթը նաև ողջունել է Բահրեյնի հետ երկարամյա գործընկերությունը եւ միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականության պահպանմանն ուղղված երկրի շարունակական հանձնառությունը։ Երկու պաշտոնյաներն ընդգծել են ԱՄՆ-ի, Բահրեյնի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գործընկերների եւ միջազգային հանրության միջև շարունակական համակարգման կարեւորությունը, անօրինական ֆինանսավորման դեմ պայքարելու եւ տնտեսական անվտանգությունը ամրապնդելու համար։ Ամերիկացի զինվորականները 3 Կարիբյան ծովում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։ ԱՄՆ զինուժից տեղեկացրել են, որ հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Հաստատված հետախուզական տվյալները վկայել են, որ նավն օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար։ Նշվում է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարության X-ի էջում։ Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով 2025 թվականից աշնանից ի վեր թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերին ԱՄՆ զինված ուժերի հարվածների զոհ է դարձել ավելի քան 220 մարդ։ Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ անկլավի հիվանդանոցներում իսրայելական հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 7 զոհ եւ 10 վիրավոր։ Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73438-ի, իսկ վիրավորներինը 174447-ի։ Բժշկական աղբյուրները հայտնում են, որ մի շարք զոհերի մարմիններ մնում են փլատակների տակ։ Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել Սոդելոր թայֆունի պատճառով։ Դրանց թվում են մոտ 20 միջազգային չվերթներ, այդ թվում Չինաստան, Կորեայի Հանրապետություն եւ Սինգապուր։ Սոդելոր թայֆունը Օկինավայի շրջանում շարժվում է արևմտյան ուղղությամբ մոտ 15 կմ/ժ արագությամբ։ Թայֆունի էպիկենտրոնի շրջանում քամու պոռթկումների արագությունը հասնում է 55 մետր վայրկյանին։
Շարունակում ենք թողարկումը Երևանյան խնդիրների մասին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր տեսանյութ է հրապարակել ներկայացնելով, թե ինչպես են տասնամյակներով կցակառույցներով զարդված մայթերը Երևանի կենտրոնում ազատագրվում դրանցից։ Եկեք ցույց տամ, թե ինչ ենք անում քաղաքում եւ ինչու։ Այս մայթին տասնամյակներով եղել են կցակառույցներ, որոնք փակում էին բոքսի դպրոցի պատուհաններ։ Այսօր մայթն ամբողջությամբ ազատվեց։ Եվ Երևան քաղաքում 2022 թվականից սկսած բոլոր վարչական շրջաններում մենք իրականացրել ենք նմանատիպ հարյուրավոր աշխատանքներ, որտեղ որ կցակառույցները դառնում են մայթ, իսկ ավտոտնակները ֆուտբոլի դաշտեր եւ խաղահրապարակներ։ Իմ ստորիի պատասխան, թե որտեղ պետք է նմանատիպ աշխատանքներ իրականացնել, դուք ինձ ուղարկեցիք տասնյակ հասցեներ եւ կարող եք շարունակել ուղարկել հասցեներ այս պոստի եւ մենք բոլոր հասցեներ անպայման հանեցինք։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով շարունակվող տեսաշարերի հերթական հոլովակում այս անգամ անդրադարձել է երեխաներին որպես ընտանեկան բռնությունից տուժած անձանց։ Բարև ձեզ սիրելի կանայք։ Քանի որ մեր ազգային առանձնահատկությունն է երեխաների նկատմամբ հատուկ հոգատար վերաբերմունքը, ես ծավալուն եմ խոսում երեխաների վրա բռնության մշակույթի աղետալի ազդեցության մասին։ Այսօր առանձին կներկայացնեմ, թե ինչպես է այն ազդում երեխայի զարգացման, բարեկեցության եւ կրթության, միջանձնային հարաբերությունների եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Այսպես, ֆիզիկական առողջության վրա ազդեցությունը։ Բռնության միջավայրում ապրող երեխաները հաճախ ունենում են քնի խանգարումներ, ախորժակի փոփոխություններ, հաճախակի գլխացավեր, որովայնային ցավեր, հոգնածություն, ընդհանուր թուլություն եւ ավելի հաճախ են հիվանդանում։ Երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային եւ իմունային համակարգերի գործունեության, աճի եւ ընդհանուր առողջության վրա։ Հոգեկան եւ հուզական զարգացման վրա ազդեցությունը։ Ընտանեկան բռնությունը երեխայի մոտ կարող է առաջացնել մշտական վախ, անհանգստություն, անապահովության զգացում, մեղքի կամ ամոթի զգացում, ցածր ինքնագնահատական եւ հուզական անկայունություն։ Երեխան կարող է սկսել մեղադրել ինքն իրեն կատարվածի համար։ Երեխան կարող է մշտապես փորձել գնահատել, արդյոք տվյալ միջավայրն անվտանգ է իր համար եւ չափազանց զգոն լինել շրջապատի նույնիսկ ամենափոքր փոփոխությունների նկատմամբ։ Օրինակ, բարձր ձայները կարող են նրա մոտ առաջացնել վտանգի զգացում, կամ եթե խաղի ընթացքում մեկ այլ երեխա կամ մեծահասակ պատահաբար դիպչի նրան, նա կարող է դա անցալել որպես իրեն վնասելու կամ հարվածելու փորձ։ Նման իրավիճակներում բարձր զգոնության ազդեցությամբ երեխան կարող է ցուցաբերել բուռն, հուզական կամ վարքային արձագանք, լաց լինել, գոռալ, փախչել, պաշտպանվել, հարվածել, կծել, թքել կամ այլ կերպ արձագանքել, փորձելով իրեն պաշտպանել ընկալվող վտանգից։ Կարևոր է հասկանալ, որ նման արձագանքները հաճախ երեխայի կողմից անվտանգության վերականգնման եւ ինքնապաշտպանության փորձ են, երեխայի ճիգ, այլ ոչ թե վատ վարք։ Այլ կերպ ասած, նման վարքագիծը հաճախ պայմանավորված չէ ագրեսիվ լինելու ցանկությամբ, այլ երեխայի նյարդային համակարգի վտանգին արագ արձագանքելու պաշտպանական մեխանիզմով։ Լինում է նաեւ հակառակը, երբ երեխան դառնում է լռակյաց, մեկուսացած կամ երկչոտ։ Տրավմատիկ փորձառություն ունեցող երեխաները հաճախ իրենց ապրումները արտահայտում են խորհրդանշական խաղի, պատմությունների, նկարների կամ երևակայական կերպարների միջոցով։ Այդ կերպ նրանք փորձում են հասկանալ, վերապրել կամ վերահսկելի դարձնել իրենց համար ցավոտ եւ վտանգավոր փորձառությունները։ Տրավմատիկ իրադարձությունների մասին պատմելիս երեխաների պատմությունները միշտ չէ, որ լինում են ամբողջական, նույնական։ Շատ դեպքերում երեխան փոխում է ավարտը իր համար ապահով ավարտ ընտրելով կամ պատմության վերջում իր համար ապահով միջավայր ստեղծելու մղումով։ Ճանաչողական զարգացման վրա ազդեցությունը։ Երբ երեխայի ուշադրության զգալի մասը կենտրոնացած է սեփական անվտանգության ապահովման վրա, սահմանափակվում են նրա ճանաչողական ռեսուրսները։ Արդյունքում կարող են դժվարանալ ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, մտածողությունը, խնդիրների լուծումը, նոր գիտելիքի յուրացումը եւ խոսքի զարգացումը։ Երեխան կարող է դժվարությամբ կատարել առաջադրանքները, արագ հոգնել կամ կորցնել հետաքրքրությունը ուսումնառության նկատմամբ։
Հոգեբույժ, նեյրոկենսաբան եւ մանկական տրավմաների հետ աշխատող եւ ուսումնասիրող փորձագետ հետազոտող Բրյուս Փերին իր ուսումնասիրություններում ցույց է տալիս, որ զարգացող ուղեղը ձևավորվում է երեխայի կյանքի վաղ փորձառությունների ազդեցությամբ։ Երբ երեխան երկար ժամանակ ապրում է բռնության, վախի կամ անկանխատեսելիության պայմաններում, ուղեղն առաջնահերթ սկսում է արձագանքել վտանգին, այլ ոչ թե սովորել ուսումնասիրել կամ անվտանգ հարաբերություններ կառուցել։ Միաժամանակ Բրյուս Փերին ընդգծում է, որ անվտանգ միջավայրը, վստահելի մեծահասակների ներկայությունը եւ ժամանակին ցուցաբերված մասնագիտական աջակցությունը կարող են զգալիորեն նպաստել երեխայի վերականգնմանը եւ բնականոն զարգացմանը։ Հոգեբույժ նեյրոկենսաբանի եզրակացությունը հետեւյալն է. տրավման փոխում է ուղեղը, սակայն ճիշտ հարաբերությունները կարող են նպաստել դրա վերականգնմանը։ Սիրելի կանայք, երբեք ուշ չէ սովորել ապրել ճիշտ հարաբերություններով եւ վերականգնվել։ Շնորհակալություն։ Դες վերջում եղանակի մասին Սև ծովից մեզ է մոտենում ցիկլոն։ Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, դրա նախալեռնային գոտիներում եւ քաղաքամայր Երևանում։ Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Այսպիսով օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-ին, 31-ին, գիշերը եւ հետկեսօրյան ժամերին շրջաների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ եւ կտեղա նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-ից 30-ը, օգոստոսի 26-ի հետ համեմատ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-ից 9 աստիճանով։ Դե ինչ, այս եթերաժամի համար այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։